Բարի երեկո, եթերում բաց քննարկումն է, այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրը, ես շնորհավորում եմ տոնի առիթով և տաղավարում այսօր հյուրընկալել եմ հանուն երեխաների, երիտասարդների բարեկեցիկ ապագայի կազմակերպության նախագահ Մարիաննա Պեպանյանին։ Մարիաննա, դուք եթերում եք, կարող եք ողջունել մեր հեռուստադիտողներին և ձեր մաղթանքները հղել երեխաներին։ Շնորհակալություն Լուսինե ջան, բարի երեկո բոլորին, շատ ուրախ եմ իմ հարազատ տաղավարում հյուրընկալվել, այսօր տոն է ոչ միայն երեխաների համար, նաև մեծերիս համար, որովհետև երեխաների չափ ուրախանում ենք և գոնե այսօր ավելի շատ մտածում երեխաների ապագայի մասին, ես պարզապես ուզում եմ, որ մեր բոլոր երեխաները երջանիկ լինեն, եթե երջանիկ են, ապա այլ խնդիրներ չկան և մանկությունը արդեն ինքն իր հունով առաջ է գնում։ Այսօր խոսելու ենք ձեր կազմակերպության գործունեությունից, ինչպես նաև երեխաների իրավունքներից։ Այս տարիների ընթացքում դուք իրականացրել եք բազմաթիվ ծրագրեր, որն է եղել ՀԵԲԱ հասարակական կազմակերպության ստեղծման նպատակը։ Դուք ձեր խոսքի սկզբում բացեցիք կազմակերպության հապավումը, բայց մենք ներկայանալիս միշտ ասում ենք ՀԵԲԱ, որովհետև ավելի կարճ է և հիշելի։ Մենք կազմակերպությունը արդեն անունից, հանուն երեխաների և երիտասարդների, արդեն իսկ անունից երևում է, որ կազմակերպությունն աշխատում է երեխաների հետ, երիտասարդների հետ և նրանց համար, և կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը եղել է իրականացնել սոցիալական, կրթական և երիտասարդական ծրագրեր, մասնավորապես Ալավերդի խոշորացված համայնքում, կազմակերպություն ստեղծել ենք հենց մեր համայնքում և մեր ծրագրերին ընթացիկ մասնակցել են մեր համայնքի բնակիչները։ Մենք հիմնականում շեշտադրում դնում ենք և փորձում ենք աշխատել ընտանիքների հետ, ծնողների հետ, երեխաների հետ, իրականացնել տարբեր երիտասարդական ծրագրեր, քանի որ հասկանում ենք, որ մեր երկրի ապագան ի վերջո երեխաներն ու երիտասարդներն են արդեն կերտելու և շատ կարևոր է, որ դեռ մանկությունից տարբեր հնարավորություններ ստեղծել նրանց համար, որպեսզի ավելի շրջահայաց, ավելի լայն մտահորիզոն ունենան և ավելի լուրջ ներդրում ունենան մեր երկրի զարգացման գործում։ Ներկայումս ինչ ծրագրեր կամ դասընթացներ է իրականացնում ձեր կազմակերպությունը սոցիալական և տարիքային որ խմբերի համար, կարող են օգտակար լինեն դրանք։ Այս պահին մենք ունենք մի քանի ընթացիկ ծրագրեր, առաջինը, քանի որ կազմակերպությունը 3 տարեկան է շուտով, մենք աշխատում ենք այս տարիների ընթացքում աշխատել ենք և հիմա լայնածավալ աշխատում ենք մեր ընթացիկ ծրագրերի վրա և աշխատում ենք նաև մեր թիմի կարողությունների զարգացման վրա, որովհետև անհնար է իրականացնել տարբեր ծրագրեր առանց լավ որակյալ թիմ ունենալու և այս պահին ստեղծում ենք մեր ընթացակարգերը, քաղաքականությունները, թե ինչպես պետք է աշխատի կազմակերպությունը, ինչ արժեքներ պետք է ունենա և այլն։ Ընթացիկ ծրագրերից են մեդիագրագիտության բարձրացման ծրագիրը կանանց և երիտասարդների շրջանում, այս ծրագրին մասնակցում են 15-ից 30 տարեկան երիտասարդներ և 31-ից 45 տարեկան կանայք, ինչու, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լոռու մարզում այնքան էլ մեդիագրագետ չեն այս խմբի, չեմ կարող ասել բոլորս, բայց համենայն դեպս կա խնդիր, որ մեր կանայք և երիտասարդները ինչ-որ չափով մեդիագրագիտության պակաս ունեն և մեր դասընթացներից էլ արդեն պարզ է դառնում, որ այո, հիմա թվային գրագիտությունը, թվային այս հնարավորությունները այնքան արագ են առաջ գնում, մենք վերջին տարիներին տեսանք օրինակ արհեստական բանականության մեծ թափով առաջընթացը, բայց շատերս դեռ հետ ենք մնում և դեռ չենք կարողանում մեր կարիքների համար օգտագործել տրված հնարավորությունները, այս ծրագիրը հենց դրա համար է և օգոստոսին արդեն կունենանք չափելի տվյալներ, թե ինչ ազդեցություն է թողել, գոնե դասընթացներից կարող եմ ասել, որ կարիքը իսկապես շատ կար և հետո էլ դասընթացից հետո էլ մարդիկ դիմում են տարբեր հարցերով և փորձում ենք օգնել։ Խոսենք այս տարիների աշխատանքային դժվարությունների և խնդիրների մասին, ինչպես եք դրանք հաղթահարել։ Առաջին դժվարությունը նա է, որ ինչպես երեխան, երբ երեխան ծնվում է, պետք է քայլ առ քայլ սովորեցնես ուտել, քայլել, հաղորդակցվել և այլն, նույնը կազմակերպությունը, որը նոր է ստեղծվում, երեխայի նման պետք է քայլ առ քայլ, ոչ շատ արագ տեմպերով, երբեմն հետընթաց ունենալով, պետք է առաջ գնալ, դժվարությունները հիմնականում կապված էին նրա հետ, որ մենք այնքան էլ լավ չէինք պատկերացնում, թե ինչ կարող է լինել, սակայն
փառք Աստծո մենք փորձեցինք համախմբվել եւ թիմային աշխատանք իրականացնել, բացի այդ կային ավելի փորձառու կազմակերպություններ, որոնք աջակցեցին մեր նման օրաստեղծ կազմակերպությանը եւ հիմա էլ ընթացիկ արդեն նկատում ենք մեր զարգացման քայլերը։ Մի փոքր խոսենք երեխաների իրավունքներից, ինչքանով են երեխաները դեռահասները տեղեկացված իրենց իրավունքներից։ Ես միշտ հիշում եմ, մենք վերջին տարիներին մեկ այլ աշխատանքի բերումով դասընթացներ էինք իրականացնում երեխաների իրավունքների վերաբերյալ, իհարկե դասընթացը ոչ միայն իրավունքներին է վերաբերում, այլ նաև երեխաների պարտականություններին եւ շատ հաճախ ընդդիմանում էին թե ծնողները, թե ուսուցիչները, որ ինչու ենք անդադ խոսում երեխաների իրավունքների մասին, չէ որ ունեն պարտականություններ, այո, բոլորս էլ ունենք պարտականություններ, մեծահասակն էլ ունի, երեխան առավել եւս ունի պարտականություն դպրոցում, մանկապարտեզում, ընտանիքում, միջավայրում, համայնքում եւ իհարկե զուգահեռ մենք խոսում ենք նաեւ պարտականությունների մասին, բայց դե բոլորս սիրում ենք, չէ՞, մեր իրավունքների մասին ավելի շատ, ավելի լավ իմանալ եւ ավելի կենտրոնանալ մեր իրավունքների վրա եւ կարծում եմ, որ հիմա երեխաները բավականին բանիմաց են եւ բավականին լավ գիտեն, գոնե օրինակ իմ քրոջ երեխաները 9 տարեկան եւ ավելի փոքր շատ լավ պատկերացնում են իրենց իրավունքները, բայց երբեմն փորձում են անտեսել նաեւ իրենց պարտականությունները եւ այս առումով մենք հաճախ խոսում ենք նաեւ պարտականությունների մասին, ի վերջո օրենսգրքում որևէ տեղ գրված չէ երեխան իրավունքներին զուգահեռ, որ այս պարտականություններն ու ինչպես նաեւ մեծահասակի դեպքում, բայց մենք պետք է շատ լավ հասկանանք, որ եթե մեր իրավունքները ոտնահարում են դիմացինի իրավունքները, արդեն այդտեղ պետք է կանգ առնել եւ այդտեղ առաջանում են մեր պարտականությունները։ Շատ լավ, մենք փոքրիկ հարցազրույց ենք ունեցել երեխաների հետ ծնողների համաձայնությամբ, դիտենք տեսանյութը։ Այսօր անկն գումարաձերեք հեռուստաընկերություն են այցելել Ալավերդու թիվ 12 դպրոցի առաջին դասարանցիները։ Բարև ձեզ, շնորհավորում եմ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, թող ձեր դպրոցական տարիները լավագույնը լինեն, մաղթում եմ ձեզ անհոգ եւ ուրախ մանկություն։ Եվ այսպես եկեք ծանոթանանք։ Լուսի, Էլվիրա, Շահանե։ Գիտեք ինչ օր է այսօր։ Այո, երեխաների պաշտպանության օրը։ Այսօր երեխաների պաշտպանության օրն է ամբողջ աշխարհում։ Այսօր երեխաների միջազգային օրն է։ Դուք արդեն ավարտեցիք առաջին դասարանը եւ փոխադրվեցիք երկրորդ դասարան։ Պատմեք, ինչպիսին են ձեր տպավորությունները, սիրեցիք դպրոցը։ Այո։ Արդեն գիտեք բոլոր տառերը, այո։ Այո։ Եվ կարողանում եք գրել, կարդալ, պատմեք, ինչպես են անցել ձեր դասերը։ Շատ լավ։ Հետաքրքիր։ Շատ լավ, հետաքրքիր դպրոցում մենք ունենք ընկերներ, որոնց հետ դասեր ենք պարապում եւ շատ լավ էր անցնում դպրոցը։ Հիմա ամառային արձակուրդներն են, չէ՞։ Սկսվել։ Ինչով եք զբաղվում, հաճախում եք որևէ խմբակ կամ մարզաձևի։ Ոչ։ Այո։ Ոչ խմբակ։ Ես կարճ ժամանակ բան եմ գնացել, հիմա նորից շարունակելու եմ։ Մանկական գրքեր կարդում եք, որոնք են ամենասիրելի գրքերը, Շահանե։ Ես կարդում եմ տարբեր գրքեր։ Օրինակ։ Յահազգույն եւ հրեշը, մոխրոտիկը, սպիտակաճյունիկը։ Էլմիրա։ Ես կարդում եմ ոսկու կարասը եւ ուլիկը։ Լուսի, իսկ դու ինչ։ Ես կարդում եմ Հաճնազարը։ Ո՞րն է ձեր սիրելի հեքիաթը կամ հեքիաթի հերոսները, ովքեր են։ Իմ սիրելի հեքիաթի հերոսը Գավազգուլին է։ Իմ սիրելի հեքիաթը Անահիտ հեքիաթն է, հերոսը սիրը Անահիտն ու Բաչականը։ Իմ սիրած հեքիաթը Մաշան եւ Արջը։ Իսկ մուլտֆիլմեր նայում եք։ Այո։ Ո՞րն է ձեր սիրած մուլտֆիլմը։ Ես շատ նայում եմ Մոխրոտիկը։ Էլմիրա։ Փերփերին ու Բուկտիպուկը։ Ես նայում եմ Գլուխ կոտրուկը։
Որն է ձեր սիրելի առարկան դպրոցում եղել։ Իմ սիրելի առարկան եղել է մաթեմատիկա։ Իմը կարճ ժամանակ եղել է միայն մաթեմատիկան, հետո երկուսը մաթեմատիկան եւ մայրենին։ Եղել է մայրենին։ Իսկ ով է ձեր ուսուցչուհին։ Ընկեր Ավետյանը։ Կարող եք նկարագրել ձեր ուսուցչուհին։ Շատ բարի, հոգատար, լավ ուսուցչուհի։ Ընկեր Ավետյանը բարձրահասակ է, շատ բարի է, հոգատար ու քնքուշ։ Մեր ուսուցչուհին շատ բարի է, հոգատար եւ խելացի։ Իսկ ինչի համար է ձեր ուսուցչուհին բարկանում։ Որ մենք խելոք չեք բանում եւ դասեր չեք սարում։ Որ Էլ ինչի համար։ Որ եթե դպրոցում անկարգես մնում, դասերի խանգարում ես ու դասերից կարգապահ չես լինում։ Եվ որ դպրոցում կարգապահ չես լինում, դասերը ճիշտ չես գրում եւ դասը խանգարում ես։ Ինչ երազանքներ ունեք։ Ես երազում եմ դառնալ Արջել աշխարհով մեկ։ Դու Էլնորա։ Աշխարհում խաղաղություն լինի, մեծերն ու փոքրերը ապրեն ուրախ ու երջանիկ։ Լուսի։ Ես երազում եմ, որ մեր ընտանիքում միշտ խաղաղություն լինի։ Իսկ որ մեծանաք ինչպիսի մասնագիտություն եք ուզում ձեռք բերել։ Օրինակ ես դառնալու եմ ուսուցչուհի։ Ես նույնպես ուսուցչուհի։ Ես մանկաբույժ։ Իսկ ուզում եք դասերը շուտ սկսվեն։ Այո։ Շնորհակալություն։ Եվ իհարկե շնորհակալություն հայտնենք Ալավերդու թիվ 12 դպրոցի ուսուցչուհի Աննա Ավետյանին, ում շնորհիվ երեխաները արդեն սովորել են հայերեն տառերը, գիտեն գրել կարդալ, եւ իհարկե սեպտեմբերի 1-ից կգնան դպրոց, որպեսզի նորից շարունակեն իրենց ուսումը։ Ինչ ծրագրեր եւ տեղեկատվական դասընթացներ է իրականացրել ՀԵԲԱ կազմակերպությունը երեխաների իրավունքների եւ տեղեկացված լինելու ուղղությամբ արդյունքներ կան։ Այս պահին արդյունքները, որակական արդյունքների մասին կարող եմ խոսել, որ բավականին ակտիվություն է նկատվում երեխաների մոտ եւ նաեւ նրանց ծնողների մոտ, այն առումով, որ օրինակ նույն մեդիագրագիտության դասընթացները երբ իրականացնում ենք, շատ դեպքերում երեխաները այս կարող եմ ասել նույնիսկ ոչ չակերտավոր, բայց զոհ են դառնում ինչ խնդիրների, գիտեք, հիմա ինչքան տարածված են վիրտուալ հանցագործությունները, ինչքան տարածված են կեղծ լուրեր տարածելը եւ դրա ֆոնի վրա օրինակ վերջերս կանդրադառնանք։ Այդ առումով կարող եմ ասել, որ ազդեցությունը նա է, որ արդեն եթե երեխաները եւ թե նրանց ծնողները եւ երիտասարդները սկսել են մտածել այս ուղղությամբ, սա շատ կարեւոր քայլ է։ Մենք երբեմն թերագնահատում ենք արդյունքները շատ ավելի չափելի փորձում տեսնել, բայց հենց ամենաչափելի արդյունքը նա է, որ մենք փորձում ենք փոփոխություն կատարել եւ մարդիկ սկսում են մտածել իրենց անվտանգության մասին, իրենց իրավունքների մասին եւ փորձում են նաեւ, եթե գիտեն, տեղեկացված են, ապա նաեւ պաշտպանել։ Արդյոք ավանդապահ մեր հասարակության մեջ ծայրահեղացված չէ երեխայի իրավունք հասկացությունը, մանավանդ որ այն ավելի շատ բևեռացված է ծնող երեխա, քան երեխա պետություն կապի վրա։ Ավանդապահ հասարակությունը մենք երբեմն մեր հասարակությանը այն որ շատ ավանդապահ ենք համարում, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ հիմա անհնար է ավանդապահ հասարակություն ունենալ, որովհետև միայն այն, որ համացանցը հասանելի է բոլորին, թե երեխաներին, թե ծնողներին, արդեն իսկ կոտրում է շատ կարծրատիպեր եւ ինչ որ ձևով նաեւ ազդեցություն է ունենում արժեքների վրա, եւ այս առումով
առումով կարող եմ ասել, որ եթե տարիներ առաջ մենք բազմիցս հանդիպել ենք դեպքերի, երբ խոսում էինք արդյոք մայրական ապտակը, արդյոք հայրական ապտակը դա բռնություն է, կային մարդիկ, ովքեր համարում էին, որ այո, բռնություն է, կային մարդիկ, ովքեր համարում էին, որ ոչ, քանի որ չէ, որ մայրն է, հայրն է եւ մայրն ու հայրը գիտեք հայ ընտանիքում ինչ դեր ունեն եւ դա շատ լավ է, բայց մի բան պետք է միշտ հիշենք, եթե ոսկե կանոն կա, չէ, դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր քեզ հետ վարվեն, երեխան նույնպես անհատականություն է եւ մեր սեփականությունը չէ։ Եվ եթե մենք իհարկե ծնողը ուզում է, որ իր երեխան շատ լավ լինի, լավ ապրի, առողջ լինի, այն ինչքան լավ բան կա այս աշխարհում երեխան ունենա, բայց երբեմն մեր գերխնամքը, երբեմն մեր գերհոգատարությունը արդեն եւ նաեւ վերաբերմունքը, որ այս երեխային եթե ես եմ ունեցել, ապա այդ երեխան իմ սեփականությունն է, երբեմն խոչընդոտում է ծնող երեխա երկխոսությանը։ Եվ շատ հաճախ մեր հիմնական խնդիրները երեխաների հետ ընտանիքում, օրինակ մեր շատ են դիմում ծնողներ, մեր մասնագետներին, որ դեռահասության տարիքում է երեխաս չեմ կարողանում հետ լեզու գտնել, այս խնդիրն ունի, հեռախոսից կախվածություն ունի, ինչ որ համացանցով ինչ որ մեկի հետ է շփվում, անհասկանալի վախենում եմ եւ այլն։ Սա այս ամենը գալիս է այդ հաղորդակցման բացակայությունից, երբ ծնողը երեխայի հետ բարձրից ցածր է խոսում, այլ ոչ թե հավասարը հավասարի։ Սա շատ հաճախ մեր ավանդապահ այդ բառը, որ մեկ մի քիչ կողք գցենք եւ փորձենք հասկանալ մեր երեխային որպես ընկեր, որպես զրուցընկեր, որպես գուցե մի մարդ, ով մայրը չէ, հայրը չէ, այլ կողմնակի մարդ է, երեխան արդեն կսկսի հաղորդակցվել եւ ավելի հեշտ կլինի հասկանալ նրան։ Ինչ եք կարծում, որոնք են ամենակարևոր խնդիրները, որոնց կարող են բախվել երեխաները կամ դեռահասները։ Տարիներ շարունակ մեր երկրում ամենագլխավոր խնդիրը դա անտեսումն է եղել, երբ երեխաներին քիչ առաջ ասացի, որ մենք գերխնամք ենք ցուցաբերում երեխաների նկատմամբ եւ Երխնամքը դրսևորվում է նաև նրանով, որ մենք ամբողջ օրը կարող ենք աշխատել, որ մեր երեխաներին լավ պահենք, եւ ես միշտ հիշում եմ իմ ընկերուհու երեխայի խոսքը, երբ մայրը փորձում է գնալ աշխատանքի, ասում է, չէ՞ որ դու ձուկ շատ ես սիրում, ես կգնամ աշխատանքի, որ քեզ համար ձուկ առնեմ, երեխան ասում է, ես ձուկ չեմ ուզում, դու մենակ մոտս մնա, սա է այն վառ օրինակը, որ մենք երբեմն անտեսում ենք երեխայի ցանկությունները, մտածելով, որ դե շատ աշխատեմ երեխայիս այս կրթությունը տամ, լավ հագցնեմ, տամարը տանեմ ծով հանգստանալու, տանեմ խաղալու եւ այլն, բայց երեխայի կարիքը դա չի, երեխայի կարիքը միայն այն է, որ մայրը գոնե մի քանի ժամ ավել անցկացնի իր հետ կամ հայրը երեկոյան իր հետ խաղա։ Երբեմն անտեսումը այսպես է դրսևորվում, սա անտեսում է ոչ ցանկալի ծնողի կողմից, այլ ինքնըստինքյան իրականացվող, քանի որ մեր երկրում էլ անհնար է ապրել, եթե չաշխատես, հա, այն զարգացած երկրներում գուցե կան որոշակի արտոնություններ, բայց մեր երկրում նույնիսկ 2-3 աշխատանք պետք է կատարես, որ կարողանաս հոգալ քո ընտանիքի կարիքները։ Անդրադառնանք երեխաներին հասանելի ինֆորմացիային։ Այսօր ինֆորմացիոն դաշտը բավականին լայն է եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխաների եւ դեռահասների ձևավորման վրա։ Սկսած ճաշակից մինչև վարքային դրսևորումներ, խոսենք բացասական ինֆորմացիոն աղբյուրների ազդեցության մասին, այս առումով ինչ թերություններ եք նկատել։ Հենց այն ծրագիրը, որը ես նշեցի, մեդիագրագիտության բարձրացման ուղղված ծրագիրը, այս հիմա վերջերս մասնագետները խորհուրդ են տալիս, որ նաև մանկապարտեզներում մտցնենք մեդիագրագիտության որոշակի դասընթացներ, գուցե կամ խաղեր, եւ եթե հետևել եք, կան նաև 3 տարեկանից բարձր երեխաների, 3-ից 6 տարեկան երեխաների համար բավականին հետաքրքիր խաղեր հեքիաթների տեսքով, մեր հայտնի հեքիաթները դարձրել են մեդիագրագիտության պատմություններ եւ շատ կարեւոր է, ինչու, որովհետեւ երեխան ծնվում է եւ ծնողն ինչ է անում, որպեսզի հասցնի տան գործերը, հեռախոսը տալիս է երեխան սկսում է թերթել, չէ, եւ արդեն իսկ երեխան օգտվում է թվային այս դարի հնարավորություններից եւ
գոնե 3 տարեկանից մենք պետք է երեխային փորձենք ուսուցանել, թե ինչպես պետք է օգտվել։ Հիմա օրինակ մենք երբ դասընթացներ ենք անում ծնողների եւ երիտասարդների հետ, սկսած նրանից, թե քանի րոպե օգտվել, ինչպես նստել, արևի լույսը ինչպես պետք է ընկնի համակարգչի հետ կամ հեռախոսի վրա, հա, որպեսզի երեխաները չխաթարեն թե իրենց առողջությունը, որովհետեւ հիմա շատ են ողնաշարի խնդիրներով երեխաներ, որովհետեւ այսպես են նստում, նույնիսկ դպրոցում, հա, այն մեր ժամանակ օրինակ մենք որ փոքր էինք, ասում էին ուղիղ նստեք, հիմա այնքան էլ շատ չէ այդ պահանջը եւ այլն, այս խնդիրները կարող են թե ֆիզիկական առողջության խնդիր դառնալ եւ թե հոգեբանական եւ մենք շատ ենք ունեցել դեպքեր, երբ երեխաները դարձել են կիբերհանցագործությունների զոհ, ցավոք, դա նույնպես գալիս է նրանից, որ ծնողը եւ երեխան այնքան էլ մեդիագրագետ չեն եւ հիմա ինչն է կարեւոր, որ մանկապարտեզներում, դպրոցներում, ուսումնական հաստատություն են բոլոր կառույցներում պետք է անպայման խոսել մեդիագրագիտության մասին եւ դուք գիտեք նաեւ, որ կրթության եւ գիտության նախարարությունը մեդիագրագիտության շաբաթ է հայտարարում տարին մեկ անգամ աշնանը եւ այդ շաբաթվա ընթացքում բոլոր ցանկացողներին, ուսուցիչներին, ծնողներին եւ երեխաներին խոսում են մեդիագրագիտության մասին, ինչու է սա կարեւոր, մենք երբեմն մեդիագրագիտություն, որ ասում են, կապում ենք ժուրնալիստիկայի հետ, հա, լրագրության հետ եւ մտածում, որ դա մասնագիտական է, ոչ, դա մեր ամենօրյա կյանքն է եւ կարծես թե օրվա մեծ մասն է հենց մեդիագրագիտության այդ կարիքը լինում, դուք ասացիք նաև այն ռեսուրսների մասին, հա, եթե ճիշտ եմ հիշում հարցը, հիմա երեխաները շատ օգտվում են, գիտեք, հատկապես դեռահասները TikTok-ից, եւ շատ դեպքերում օրինակ նույն TikTok-ը հրեշ են դարձնում ծնողները կամ ընդհանուր մարդիկ, բայց չէ որ հենց այդ հարթակում էլ կան ավելի գրագետ ռեսուրսներ, կան մասնագետներ, ովքեր ավելի գրագետ կոնտենտ են մատուցում, հա, նույն Facebook-ից կամ այլ սոցիալական ցանցերի դեպքում, այստեղ արդեն խնդիր է առաջանում, որ ծնողը ինքը պետք է կարողանա վերահսկել երեխայի օգտագործումը, հա, եւ նաեւ երեխայի մոտ ինչ որ ձևով նաեւ ճաշակ ձևավորել։ Կա արդյոք տարբերություն գյուղական եւ քաղաքային բնակավայրերի երեխաների խնդիրների միջեւ։ Իրավունքների պաշտպանության Կարծում եմ այո, որովհետև եթե քաղաքային համայնքներում հնարավորություն մեր պարագայում, Ալավերդու պարագայում այնքան էլ ակնառու չէ տարբերությունը, քանի որ հիմա համացանցը հասանելի է բոլորին եւ կարծես թե հիմնականում խնդիրները նույնն են, բայց օրինակ եթե մենք համեմատենք ավելի մեծ քաղաքների հետ, ավելի ռիսկերը շատ են երեխայի համար եւ երեխան պետք է ավելի ճկուն եւ ավելի պատրաստ լինի կյանքին, քան օրինակ փոքր համայնքներում, բայց փոքր համայնքներում էլ այլ իրավունքների ոտնահարում է լինում, օրինակ շատ հաճախ երեխաներին այդ գերխնամքը, որ ասում ենք, դա նույնպես արտահայտված է լինում, շատ դեպքերում, օրինակ գյուղերում երեխաները ներգրավում են աշխատանքներում, ինչը երբեմն նաև որոշ դեպքերում ոչ համատարած իհարկե, բայց որոշ դեպքերում խաթարում է երեխայի խաղի իրավունքը, երեխայի կրթության իրավունքը եւ մենք ունեցել ենք դեպքեր, երբ երեխան ստիպված աշխատել է, որպեսզի հոգնի ընտանիքին հոգալ ընտանեկան կարիքները եւ այս դեպքում այո իսկապես իրավունքների ոտնահարում է լինում եւ նաև երեխան կատարում է ծանր աշխատանք, որը իր տարիքին համապատասխան չէ։ Շատ լավ։ Ձեր կազմակերպությունը աջակցում է կամ աջակցել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին, ովքեր հաստատվել են Ալավերդի քաղաքում եւ որ կարիքների դեպքում։ Հենց տեղահանությունից հետո 23 թվականին մենք փետրվար ամսից սկսեցինք մի ծրագիր, որը հիմնականում ուղղված էր սոցիալական եւ կրթական ինտեգրմանը։ Մենք իրականացրեցինք մեր բազմամասնագիտական թիմը, հոգեբան, խմբակավարներ, եւ սոցիալական աշխատող, աշխատեցինք ընտանիքների հետ, փորձեցինք հասկանալ ընտանիքների կարիքները եւ ըստ այդ կարիքների արդեն կառուցեցինք մեր կապը արցախցի ընտանիքների հետ, ինչն էր այս ծրագրի հիմնական նպատակը, որ
փորձենք այդ ընտանիքներին եւ մասնավորապես երեխաներին ինտեգրել նոր միջավայրում եւ խմբակների կրթական խմբակների, որը մասնագետների կողմից մշակված են թե խաղերը, թե թեմաները, որոնք օգնում էին երեխաներին ինտեգրվել նոր միջավայրում եւ ինչն էր նաեւ կարեւոր ծրագրին, որ միայն արցախցի երեխաները չեն մասնակցել, այլ նաեւ մեր համայնքի երեխաները, ինչը նույնպես օգնել է ընկերության ձևավորմանը, նոր ծանոթությունների եւ արդեն հեշտ ինտեգրվելու նոր դպրոցին, մանկապարտեզին եւ համայնքին։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Այսպիսին էր բաց քննարկումը հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր երեխաներին տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ նրանք միշտ լինեն սիրված եւ պաշտպանված։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ հյուրն էր Հայ-բահասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Նապեպանյանը, ինչպես նաև անկյուն գումարաձերեք հեռուստաընկերություններին այցելել թիվ 12 դպրոցի առաջին դասարանցիները։ Ցտեսություն, կհանդիպենք։